Հեսա մի րոպե ժիծիլ կամերան միացնեմ մի հատ է ասա։ Այսօր երեկոյան ես արդեն միլիոնատեր կլինեմ։ Իսկ դու երբեք միլիոնատեր չես դառնա։ Որովհետև միլիոնատեր դառնալու համար պիտի շուստրի լինես։ Ոչ ժիծիլ միլիոնատեր դառնալու համար պիտի լիքը աշխատես։ Կռած գալիս ես, որ այսօր երեկոյան ես արդեն միլիոնատեր կլինեմ։ Իսկ դու միլիոնատեր չես կարող դառնաս մինչև երեկո։ Արի, իսկ ինչի վրա ենք գրած գալիս։ Եթե ես դարձա, դու քո սաղ ունեցվածքը տալիս ես ինձ։ Իսկ եթե դու դարձար, արդեն ես եմ իմ սաղ ունեցվածքը տալիս քեզ։ Վերջ, դե ուրեմն պայմանավորվեցինք։ Վсё, դե ես գնացի։ Ոնց եմ ես դառնալու միլիոնատեր մինչև երեկո։ Խի գրազեկա է։ Բայց հələ մի րոպե։ Մի հատ լավ միտք ունեմ։ Ժիջել մի հատ շատ լավ բիզնես միտք ունեմ։ Էնո է գյուղապետի կողը։ Այդ իր անգերն է կամակից եկե, շատ հարուստ մարդ է։ Դե սպասի ելը գնամ իր այդ բիզնես անեմ։ Սպասի, էդի շատ լուրջ մարդ է, պետք չի իր այդ կապնվել։ Ադե ինչ պիտի լե։ Մանեմ ձեզ, ես մի հատ շատ լավ բիզնեսի գաղափար ունեմ, ինձ 1 միլիոն իզումրուդ կտաք, որ էդի անեմ։ Գիտես արը քանի հոգում քո նման տենում, գնաս տեից։ Չէ, մի հատ լսեք էլի, այդ 1 միլիոնը որից տակ, ես հետո ձեզ մի քանի անգամ ավելի շատ կտամ, ես իզումրուդների ֆերմա եմ սարքելու։ Հələ մի քիչ ավելի մանրամասն պատմի։ Դե ես արդեն շատ մարդկանց եմ ավելի հարուստ սարքել, իրենց փողերը տենց այդ իզումրուդների ֆերմայի միջոցով մի քանի անգամ շատացրել եմ։ Լավ, ես քեզ կտամ այդ 1 միլիոն իզումրուդը։ Ուրա, ես հաղթեցի։ Ինչ։ Չէ, ձեր հետ չի։ Ժողովուրդ, ես եկել եմ ժիծիլների քաղաք։ Ստեմ կարծիքով ամենալավ տեղն է փող աշխատելու։ Հեսա, էս ինչա։ Պահանջվում է բանվոր։ Էս է աշխատանք։ Դե ես մի անգամից արդեն անցնեմ գործին։ Հեսա, այ սրանք սաղ պիտի կրենք ներս։ Էս առաջինը վերցնեմ։ Ուй, ինչ է ծանր է ժողովուրդ։ Լավ, ոչինչ։ Տանենք, այստեղ արենք դնենք։ Всё դե, սենց միջև ամբողջը բրծնի ժողովուրդ։ Վայ ժողովուրդ, 3 ժամա գործ եմ անում ու աշխատեցի ընդամենը 16 իզումրուդ։ Ավելի հեշտ է ես այս ամեն ինչը պատկերացնում։ Ուրա, ես միլիոնատեր եմ։ Ես հաղթեցի Գևորին։ Հեսակա իր ունեցվածքն է սաղ տալու է ինձ։ Լինչ ավտոներ եմ ինձ առել արդեն։ Վայ, Գևոր։ Մենակ թե չգիտեմ, այն հարուստ մարդը որ եկավ ինչ եմ իրան ասելու։ Վայ ժողովուրդ, ես ոնց եմ հոգնել չեք պատկերացնի։ Օրովուտվանից աշխատում եմ, որ այդ 1 միլիոն իզումրուդը աշխատեմ ու հələ որ աշխատել եմ ընդամենը 1, 2 տակ ու 53 իզումրուդ։ Այս 1 միլիոնից շատ հեռու է։ Չէ, կրեց երևի ժիծիլը, հենա մութն է արդեն ընկնում է։ Տենաս իրա գործերը ոնց են, աշխատել է այդ միլիոնը թե չէ։ Լավ, ես կրվա երևի, ունեցվածքս պիտի տամ այդ ժիծիլին։ Էս ինչ ձենա։ Սպասի, այսօր դու ես մեքենաս լվում։ Հա, ես եմ արել, ինչ-որ բան են չեմ արել, կուզեք փողը հետ տամ։ Չէ, ամեն ինչ շատ լավ է, նրանից հետո որ դու իմ մեքենան լվացրել ես, ինքը կրկնակի արագացել է։ Հա, դե որ լվում էի, տեսա, խնդիր կար, կապոտը բացեցի, արագ սարքեցի։ Քո մեջ մեծ պոտենցիալ կա։ Ինչ պոտենցիալ է, մեր գյուղի ժիծիլներից մեկը այդ գրազը մեկ է, որ միջև գիրիկուն 1 միլիոն իզումրուդ կավաքեմ, բայց մոտս կա իմ ընդամենը 2 տակ ու 53 հատ իզումրուդ։ Լավ, դե ես գնամ, հələ ցորենը պիտի ջրեմ։ Մի րոպե, դու ցորեն ես աճացնում։ Հա, ես մեր գյուղի այգեպանն եմ։ Ես ցորենի մեծ գործարանն եմ։ Արի ցույց տամ։ Կապրաս կարող ընդունվես աշխատես, քեզ աշխատավարձ կտամ։ Լավ, արի։ Հան ժիծիլ փողերը սուր են։ Բայց հələ մի օր չի անցել։ Այդ փաստաթուղթը ստորագրելուց առաջ մի հատ գոնե կարդայիր։ Դե ես հետո հետ կտամ, հետո մի ուրիշ անգամ։ Էս լուրջ քո գործարանն է։ Հա, էսի Minecraft-ի ամենամեծ ու գլխավոր գործարանն է ցորեն աճացնելու։ Ուզենաս թե աշխատես։ Հա, իհարկե, իսկ ինչքան է լինելու աշխատավարձը։ Դե 1 միլիոն իզումրուդ ես իհարկե չեմ կարա տա, բայց 999,999 իզումրուդ կտամ։ Ժողովուրդ համարյա հասանք, եկեք հարակ։ Հասանք։ Всё։ Ժիծիլ, ես հաղթեցի։ Շնորհավորում եմ, Գևոր։ Հələ մի րոպե, ժիծիլ տուրա։ Դե ես մի հատ շատ հարուստ մարդու խոսք տվեցի, որ նա փողերը մի քանի անգամ կշատացնեմ, որ չշատացրեցի սա ունեցվածքս վերցրեց։
Բա ժիծիլ տեն մեզ որ ասում էի, բա որ պետք է աշխատես։ Լավ, արի հիմա ես ես 1 միլիոնը տամ քեզ, մեկը ես հիմա ամեն ամիս այսքան աշխատավարձ եմ ստանալու, քեզ ավելի պետք է։ Գևոր լուրջ ես ասում, ապրես շատ Գևոր, ուռա։ Գիտես ինչ, ես կընդունվեմ աշխատանքի ու այս 1 միլիոնը քեզ հետո հետ կտամ։ Այ ճիշտ է ժիծիլ, պետք է աշխատես։ Ու էլ երբեք խաբեբայությամբ չզբաղվես, ամեն ինչ պիտի արդար անես։ Հեսա Ժողջան, այս ժիծիլն է ձեզ օրինակ, ամեն ինչ այս կյանքում պետք է արդար արվի, որ հետագայում այս ժիծիլի նման ամեն ինչ չկորցնեք։ Ավելի լավ է սենց նայելով ուրիշների սխալների վրա սովորեք, ոնց որ օրինակ նոր սովորեցիք ժիծիլի սխալի վրա։ Լավ դե լավ մնացեք, բոլորիդ հաջողություն։